Մեր հաջորդ հյուրերը տաղավարում են սիրելի հեռուստադիտողներ, LinkedIn Local Երևանը վերադառնում է հալեցնելու ներողություն բիզնես նետվորքի բոլոր սառույցները։ Տարվա ամենասպասված բիզնես նետվորքինգ միջոցառումը հունիսի 6-ին կրկին կհամախմբի բիզնես համայնքի համալրված նետվորքինգային գործիքներով։ Ավելի մանրամասն կներկայացնեն մեր հյուրերը Targeting Agency եւ Simple Business Academy հիմնադիր եւ գործադիր տնօրեն Էմիլ Կրոյան, անգլերեն ես բունադրել մեր Հայաստանում, Targeting Agency Project Manager Անուշ Գրիգորյան։ Բարի դուրս։ Ինչ չեք գտնում հայերեն տարբերակները։ Ընկերության անվանումն է։ Բան ենք դարձել, ընկերության անվանումն է, անգլերեն։ Դրա համար երեխեքը սկսել են ակցենտով խոսել հայերեն։ Միգուցե ես ինքս Փոքր տարիքից սկսում են անգլերեն պարապել, հենց հետո խոսում ես ոնց է լավ եմ, տենց են խոսում։ Լավ, անցնենք ձեր միջոցառմանը, ինչ է տեղի ունենալու, ովքեր են ներկա լինելու եւ ինչ է փոխանցելու։ Շատ լավ, նախ շնորհակալ ենք հրավերի համար, ուրախ ենք տաղավարում գտնվելու համար։ LinkedIn Local Երևանը միջազգային իվենտների ֆորմատ է ու ամեն տարի տարբեր երկրներում իրականացվում է LinkedIn Local ու տվյալ քաղաքի անվանումը, LinkedIn Local օրինակ չգիտեմ Վաշինգտոն, Բրյուսել եւ այլն։ Եվ մենք նախորդ տարի կարողացանք տարածաշրջանում առաջին անգամ բերել Հայաստան, Երևան եւ տեղի ունեցավ LinkedIn Local Երևան միջոցառումը։ Մինչ այդ իհարկե ունեցել ենք նաև ԱՄՆ-ում LinkedIn Local Los Angeles-ով եւ որից հետո հաջորդեց արդեն LinkedIn Local Երևանը։ Ովքեր էին այնտեղ մասնակցում։ Մասնակցում էին գործարարներ Հայաստանից, Հայաստանից եւ նաև ԱՄՆ-ից գործարարներ եւ այստեղից դելեգացիա էր մեկնել դեպի ԱՄՆ, որի մեջ նաև մենք էինք ներգրաված գործընկերոջս հետ եւ այստեղի եւ այնտեղի համայնքների ոնց որ արդյունքում համախմբան տեղի ունեցավ մեր իվենթը, որից հետո արդեն հաջորդեց մեր մյուս իվենթը Երևանում արդեն ավելի մասշտաբային, ավելի հետաքրքիր, ավելի շատ հյուրերով։ Քանի մասնակիցներ։ 300-ից ավել, մոտ 310 հյուր ունենք անցած տարի, այս տարի էլ ավելի մեծ ենք նախատեսում։ Բիզնես անողներ միայն թե իսկ ով կարող է գալ իրենց լսել, չգիտեմ, սովորական քաղաքացին կարող է գալ։ Բոլորը սովորական քաղաքացիներ են, պարզապես բիզնեսով են զբաղվում։ Չէ, ինքը կոնկրետ բիզնես իվենթ է, նախատեսված է միայն գործարար համայնքի համար եւ պարտադիր միակ նախապայմանը նա է, որ պետք է լինի բիզնես եւ բիզնեսի ղեկավար անձիկ, այսինքն տնօրեններ, հիմնադիրներ, սեփականատերեր, այդպես։ Խնդրեմ, դուք ինչ եք անում այդտեղ։ Ես project manager եմ, նախագծի կառավարիչ հայերեն թարգմանում։ Միջոցառմանը այս տարի այլ ընտրանք էլի այնուամենայնիվ բառի։ Անունները չենք թարգմանում, պաշտոնները այո։ Այս տարի լինելու է networking ձևաչափը լինելու է երկու տեսակի, ֆասիլիտացված եւ ինդուստրիալ։ Ֆասիլիտացվածի ընթացքում մասնակիցները կկարողանան նվազագույն ժամկետում առավելագույն մասնակիցների հետ կապեր հաստատել, իսկ ինդուստրիալը ավելի թիրախային համագործակցությունների համար է։ Մեր խոսնակներից ունենալու են խոսնակներ եւ խոսնակներից զատ լինելու են մենթորների հատված, ովքեր իրենց ոլորտում արդեն պրոֆեսիոնալ եւ բիզնեսում հաջողած անձինք են։ Լինելու է հատված, առանձին ժամանակահատված, որտեղ մեր մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու, փոխանակում անելու մեր մենթորների հետ, իսկ ովքեր են մեր մենթորները, բիզնեսում հաջողած մարդիկ, ինչպիսիք են Արմեն Դարբինյան, Աշոտ Հովանիսյան, Արփիկ Կարապետյան, Մարիամ Համբարձումյան, Բաքուր Մելքոնյան եւ այլ անձինք, այսպես, ովքեր պատրաստ են փորձի փոխանակում անել մեր մյուս բիզնեսմենների հետ։ Էլ ինչ կարելի է ներկայացնել, որովհետև հիմա այս պահին չեմ կարող առաջարկել հեռուստադիտողին գնալ մասնակցել, որովհետև իրավունք չունի, բայց այլ ինչ կարելի է ներկայացնել նախագծի շրջանակներում։ Շատ լավ։ Ինչպես Անուշը նշեց, ունենալու ենք հետաքրքիր մենթորներ, միջոցառումը մի քանի մասից է բաղկացած լինելու։ Ինչի է նախատեսված միայն բիզնես համայնքի համար, քանի որ ինքը նետվորքինգային իվենթ է եւ ոչ ֆորմալ իվենթ է հանդիսանում, ու նպատակը նա է, որ ինքը լինի հնարավորինս ավելի հետաքրքիր բոլոր հյուրերի համար, մենք առանձնացրել ենք, որպեսզի այն լինի միայն գործարար համայնքի համար, որպեսզի նոր կապերը լինեն հետաքրքիր երկու կողմի համար էլ։
Մենք ամենատարբեր առիթներով սրա մասին խոսել եմ, մենք ունենում ենք շատ հարցումներ, երբ որ մեզ դիմում են ընդհանուր մեր ընկերներից կամ մտերիմներից, ովքեր որ ուզում են մասնակցել, սակայն կարգավիճակի առումով չեն համապատասխանում։ Քանի որ բոլորը լինելու են գործարարներ, դրա համար շատ կարևոր է, որ մենք այս առումով որևէ բացառություն չունենանք եւ բոլոր հյուրերը լինեն հենց գործարարներ կամ բիզնեսով զբաղվող մարդիկ, որպեսզի յուրաքանչյուր անձի համար լինի ավելի հետաքրքիր։ Ես կարճ կարող եմ օրակարգը նաև ներկայացնել, ինչով է այս միջոցառումը տարբերվում նմանատիպ այլ միջոցառումներից։ Մենք ինքներս ես եւ գործընկերս շատ ամենատարբեր միջոցառումներին բիզնես շատ ակտիվ ենք եւ գրեթե բոլոր քիչ թե շատ ավելի հաջողված միջոցառումներին մասնակցում ենք, թե ստեղ թե նաև արտերկրում եւ մի հետաքրքիր բան նկատեցինք, որ ցանկացած միջոցառման ժամանակ հատկապես եթե դա ինչ-որ տենց ելույթների տեսքով է լինում, միշտ դահլիճում ինչ-որ մի ստվար զանգված դուրս է գնում եւ գնալով տարիների ընթացքում այդ թիվը ավելի մեծանում է, մարդիկ ավելի շատ են դուրս գալիս, դրսում շփվում են, սուրճ են խմում, ծանոթանում են, նոր կապեր են ստեղծում եւ միևնույն ժամանակ այդ ամենը անում են ավելի մեղքի զգացումով, որովհետեւ զուգահեռ նաեւ ինչ-որ մեկը դահլիճում ելույթ է ունենում եւ նաեւ, չգիտեմ, կամավորներն են մոտենում ներս հրավիրում եւ այլն։ Եվ մենք որոշեցինք հաշվի առնելով այն գործոնը, որ նաև մենք ավելի շատ նախընտրում ենք դուրս լինել եւ շփվել ու ծանոթանալ նոր մարդկանց հետ, հասկանալով, որ այս համայնքին, գործարար համայնքին շատ հաճախ ավելի շատ հետաքրքրում է շփվել, ծանոթանալ, կապեր ստեղծել, քան երբեմն նույնիսկ օրինակ ինչ-որ միջոցառման մասնակցել, մենք որոշեցինք սա դարձնել հենց ֆորմատ, որ ոչ թե մարդիկ ուղղակի օրակարգը խախտեն, այսպես ասած, եւ դուրսը շփվեն, այլ հենց այդ օրակարգը լինի դա, եւ դա լինի հենց ավելի լեգիտիմ, ավելի հստակ մեր օրակարգը։ Եվ դրա արդյունքում սկսեցինք փնտրել ինչ նմանատիպ միջոցառումներ կան եւ դրա արդյունքում հանդիպեցինք LinkedIn Local-ին, որ միջազգային բավականին հեղինակավոր ֆորմատ էր, որը անում էր գրեթե այն ինչ որ մենք մտածել էինք մինչ այդ, եւ վերցնելով այս ընթացակարգերը բերեցինք եւ ադապտացրեցինք հայկական շուկային, հաշվի առնելով նաեւ մեր առանձնահատկությունները, մեր մշակութային եւ այլ խառնվածքային տարբեր գործոններ, եւ կարողացանք այս միջոցառումը անցած տարի, որը բավականին մեծ ձեռքբերում էր նաեւ հայկական շուկայի համար, արդեն բավականին մեծ շուկով, այսպես ասած, Հայաստանում անել։ Իմիջիայլոց Հայաստանում իրականացված միջոցառումը երևի թե լավագույնն էր, նաև իր էսթետիկ ու մնացած առումներով բավական հետաքրքիր անցավ, նաև մեծ գնահատականներ ստացանք դրսի կազմակերպիչներից տվյալ իվենթի, որտեղ սովորաբար ավելի փոքր, ավելի ոնց որ տես թեթև ֆորմատով էր սա արվում, մենք մեզ բնորոշ ձևով ավելի տենց հետաքրքիր, ավելի ճոխ, ավելի հետաքրքիր զարգացումներով բաներ կարողացանք կազմակերպել ու իր առանձնահատկությունը որն է, որ երբ որ մարդիկ հավաքվում են, որպես կանոն հասկանում են կարևորությունը, ցանկացած գործարար նետվորքինգի կարևորությունը վստահաբար գիտակցում է, սակայն հեշտ չի հատկապես մեր իրականության մեջ ուղղակի մոտենալ եւ ինչ որ մեկի հետ ծանոթանալ, կապ ստեղծել։ Դե հիմա ահագին ինչ որ բիզնես ակումբներ են բացվել, որտեղ ես անընդհատ տեսնում եմ, որ իրենք բարբերաբար հենց ներսի ակումբի, անդամներով էլ գումարած դրան հրավիրյալ անդամներով էլ փորձում են ինչ-որ միջոցառումներ անել, այդտենց հարաբերվել, կիսվել բիզնեսի օրինակ անկումների կամ ընդհակառակը բացրանալու այդ փորձի հետ, այդ նույն բանը տեղի է ունենում, հատկապես որ ես տեսա, որ այս վերջին շրջանում մեմուր շատ արագ արդեն 3 բիզնես տենց մասշտաբային ակումբ է բացվել, որտեղ մոտավորապես այդ ձեր ասած քանակի մարդիկ կան, տենց 200 հոգի, կա տեղ որտեղ ավելի շատ է 500-ից ավել։ Սովորաբար այս պարբերաբար իրար հետ հարաբերվելը, հա, բիզնեսմենները բիզնեսմենների հետ, իրենց փորձառությամբ եւ այլն։ Դատարկ չի թողնում այն հատվածը, որտեղ էլի ըստ երևույթին դե ես չեմ պատկերացնում Հայաստանում այդ ինչքան բիզնեսմեն պիտի լինի, որ համետ ակումբներում իրենք տեղ գտնեն որպես մասնակից անդամ համել առանձին տենց դուրս մնացած լինեն, ոնց հասկանում ես, արդեն երբ թե նույն մարդկանց մեջ պիտի մոտավորապես պատտվի։ Այդ դատարկ տեղը չի մնում, որտեղ իրենք արդեն ունեն այդ հետաքրքրությունը, պիտի այստեղ երբեմն միջոցառումների ժամանակ առիթ ունենան արդեն ներկա լինելու եւ այդ փորձի փորձառությամբ կիսվելու։ Տեսեք, ճիշտ եք նկատել, իրականում վերջին 3-4 տարում բավականին մեծ թափ առավ բիզնես միությունները, որի համար մենք ինքներս շատ ուրախ ենք, որ նոր մշակույթ ձևավորվեց Հայաստանում։ Մենք ինքներս 5 բիզնես միության անդամ ենք հանդիսանում, ընդ որում բավականին ակտիվ անդամներ ենք բոլոր միություններում, որոնք որոշները ավելի գլոբալ են, որոշները ավելի նեղ
ինդուստրիալ բիզնես միություններ են, բայց այս ամենով հանդերձ մեր միջոցառումը նախատեսված է, նախ ինքը պատկանելիություն չունի, այսինքն մենք բիզնես ակումբ չենք։ Մենք միջոցառում ենք կազմակերպում, որը որ բաց է յուրաքանչյուր բիզնես ակումբի մասնակցի, անդամի եւ մարդկանց, ովքեր որ որևէ բիզնես ակումբի անդամ չեն հանդիսանում, եւ այսպիսի մի կարծիք կա, թյուր, որ Հայաստանում բոլորին գիտեն, դա իրականում այդպես չի։ Մենք ինքներս ակտիվ ենք, միգուցե շատերին ճանաչում ենք, միգուցե մեզ են շատերը ճանաչում, բայց վստահաբար դա ամբողջ շուկան չի։ Ես վստահեցնում եմ, որ մեր նույնիսկ մարզերում կամ Երևանում կան շատ խոշոր բիզնեսներ, որոնք որ պարզապես գործի բերումով հայկական շուկայի հետ չեն առնչվում, օրինակ չգիտեմ, որևէ արտադրանք ունեն, որը որ ամբողջությամբ արտահանում են դուրս, եւ մեծ հաշվով իրենք ոնց որ դրա կարիքը չեն ունեցել նախկինում, այս փուլում միգուցե ինչ որ որպես մատակարար կամ այլ նպատակով իրենց հետաքրքիր է հայկական շուկան։ Ու մենք ինքներս բավականին հաճախ հաճելիորեն զարմանում ենք ամեն անգամ հանդիպելով ինչ որ նոր մարդկանց հետ, ում նախկինում չենք ճանաչել, ովքեր որ շատ հետաքրքիր գործունեություն են ծավալում։ Հենց այս առումով ես համարում եմ, որ մեր առաքելությունն է նաև այդ նմանատիպ բիզնեսներին, ովքեր որ միգուցե նաև կարիք չունեն որևէ տեղ անդամակցելու, բայց կարիք ունեն նմանատիպ տեղերում գտնվելու եւ մեր իվենթի հենց նաեւ նպատակը նա է, որ համախմբենք ու անկախ ակումբական կամ լինել չլինելու բոլոր գործոններից մարդիկ ներկա լինեն եւ կարողանան շփվել։ Նաեւ մեր միջոցառումից նախորդ տարվա 7 բիզնես միությունից մենք ունեցել ենք 7 կամ 8 նույնիսկ բիզնես միությունից ունեցել ենք հյուրեր, նկատի ունեմ անդամներ, ովքեր որ անդամակցել են, ինչպես նաեւ մենք։ Այնպես որ կարծում եմ միջոցառումը վճարով է, հա, կոմերցիոն է ինքը, այնպես որ կարծում եմ անկախ ինչքան շատ ավելանան բիզնես միությունները, այնքան կարծում եմ մեր բիզնես մշակույթը դրանով կզարգանա եւ LinkedIn Local Երևանը եւս մեկ քայլ է, որը որ նպաստում է այդ ամենին, այսինքն կոնցեպտուալ առումով մերը բավականին տարբեր մոդել է հանդիսանում։ Կա ավելացնելու բան միջոցառման մանրամասներից։ Այո, կուզենայի հիշեցնել, որ միջոցառումը լինելու է հունիսի 6-ին O2 Gardens-ում, որտեղ այնպեսի մթնոլորտ է, որ բացի բիզնես նեթվորքինգից լինելու է նաև շատ հետաքրքիր ժամանց, սպասվում է նաև համերգ Կորսուջյանի կենդանի կատարմամբ, նաև ամբողջ օրվա ընթացքում մասնակիցների բարձր տրամադրությունը կապահովի DJ վակցինան։ Իդեպ նաև նշեմ, որ մենք նվեր ենք պատրաստել մեր մինչև հունիսի 3-ը գրանցվող մասնակիցներից ամենահաջողակի համար, ով հնարավորություն կունենա հենց միջոցառման ընթացքում թռիչքին մասնակցել, ուղղաթիռով թռիչքին մեր խոսնակների հետ։ Դե, բիզնեսմեններ, մենք ձեզ առաջարկում ենք ներկա գտնվել ու գուցե հասցնեք շուտ մինչև ամսի 3-ը պիտի հերթագրվի, որ հաղթի։ Այո։ Մինչև ամսի 3-ը եթե հերթագրվեք կամ բաժանորդագրվեք, կարող եք ունենալ այդպես հետաքրքիր անակնկալ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք, սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազդ, բայց մենք այսօր էլի ունենք հյուրեր, ինչպես արդեն ասել էի, շատ հագեցած այսօր մեր առավոտը, հաջորդի կդիմավորենք հաջորդ հյուրերին։